ողջույն, այսօր մենք կանենք նախագիծ, որը կոչվում է անսպասելի հարցեր եւ այն մեզ կօգնի արագ կողմնորոշվել եւ պատասխանել հարցերին։ Սամվել, եթե դու ունենայիր ստեղծող անիմեի, ինչ անիմե կստեղծեիր։ Երևի նոր Հարցս ուզում եմ տալ Անդրեին, ինչ ես կարևորում մեր դպրոցում, ընկերությունը, ուսման ձևը, թե այլն։ Լիատնոյից որոնք ընկերությունը Ինչ ես կարևորում մեր դպրոցում, ընկերասիրությունը, ուսուցման ձևը, թե այլն։ Եթե կարողանար բոլորի վերաբերմունքը փոխել քո հանդեպ, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վերաբերվեն։ Նորմալ կամել չգնամ կամել նորմալ պես բան Այս հարցը Ալեքսին է փոխանցում, արդյոք դու շատ ես խաղում դպրոցում։ դասերի ժամին ավեք, թե դասամիջոցներին։ Մաքսիմում բաներին, անգլերենի ուշու, առաջ է խաղում ամեն մի դասին։ Հիմա մնացել է միայն անգլերենը։ Անգլերենի ստեղծել եմ մի քիչ ուժեղ ու արդեն սովորել եմ։ Ես իմ հարցը կուղեմ Աննային, որն է քո սիրելի վայրը մեր դպրոցում եւ ինչու։ Իմ սիրելի վայրը դպրոցում ինձ թվում է գրադարանն է, որովհետեւ մենք ստեղ ունենք շատ հիշողություններ, որովհետեւ արդեն երկրորդ տարին է, ինչպես մենք անում ենք մայրենիի դասը այստեղ եւ կան շատ հիշողություններ։ Նաև ստեղ կան լիքը գրքեր, որոնք ես կարդացել եմ եւ ինձ շատ են դուր եկել։ Իսկ մե կարևորում եմ ամենաշատը գրադարանը։ Հարց Անրիին, եթե կարողանար մեզնից ինչ-որ մեկի մտքերը կարդալ ու միտքը առաջինը կկարդայր ու ինչու։ Ես երևի առաջինից կարդայի Վարդանի, որովհետև հետաքրքիր է ինչ է մտածում հենց Վարդանը։ Որն է քո ամենասիրած ֆիլմը։ Իմ ամենասիրած ֆիլմը Հարցս ուզում եմ տալ Սամվելին, որ առարկան չես կարևորում։ Յատալի կնեք հարցը։ Որ առարկան չես կարևորում։ Իմ կարծիքով ամենաշատը երգը։ Մաթեմատիկան անմնաձև։ Դե այնտեղ խաղը ինչ եմ մտածում շատ կարևոր է։ Այնտեղ ամեն շատ խաղ են խաղում եւ չգիտեմ։ Հարց Մելիքին, եթե մենք բոլորս լինենք կենդանիներ, ով ինչ կենդանի կլիներ։ Ես չգինամ ինչ պատասխանեմ այդ հարցը Իմ կարծիքով ամենահեշտը կլինի իմ ընկերուհիներին ասոցացնել ինչ-որ կենդանու հետ։ Յալան իմ մոտ ասոցացվում է վագրի հետ։ Էվան գայլի, Վարդանը ասոցացվում է սարդի, Նարեկը ասոցացվում է մողեսի, Մելիքը չի ասոցացվում։ Ալեքսն չգիտեմ, ում հետ ասոցացնեմ, Անդրին երևի ավելի շատ Արջի, Սամվելը Արլուծի, իսկ Իլոնան Կատուլին։ Սպասիր։ Որ դասը չես ուզում, որ լինի դպրոցում։ մաթեմա իմիատերել կենսակ Հարցս ուղում եմ Վարդանին, ինչն է քեզ ամեն օր ստիպում գալ դպրոց։
կենսաբանության ստիպում կա։ Հարց Սամվելին, եթե մեր դպրոցում հրդեհ լիներ, ում առաջինը կփրկեիր, կարես փրկես 2 աղջիկ, 1 տղա։ Ինչ։ Չէ, դու ինքդ քեզ փրկում ես, ու մի հատ հետ կանցնես այս 2 աղջիկ, 1 տղա։ Okay, ես ինձ փրկեցի 2 աղջիկ։ Երևի աղջիկներից ոչնակին տղեկից երևի արժի։ Որտեվ արամը դասի չի գալի։ Տղա չէի փրկի, տղայի տեղը կփրկեի 3 հատ աղջիկ Սոֆիին, Յանային եւ Էվային։ Իլոնային եմ ասում, դու քո երկիր մոլորակը խնամում ես։ Այո։ Եվ ինչպես։ Խնամում եմ։ Հատակին աղբ չեմ թափում, ինչպես մի քանիսը։ Երևի այդպես։ Հարցս տալիս եմ Յանային, եթե գտնվեի այնպիսի տեղում, որ մտքերս არ չէին օդում, ինչ կանեիք։ Չգիտեմ, չեմ մտածել այդ հարցին։ Դե ինձ թվում է ամոթ բաներ չի մտածի։ Ինչ-որ մեկին քննադատող կամ ինչ-որ բան, ավելի լավ բաներ կմտածեի, որ սախտենային ասեն, վայ, ինչ լավ է։ Հիմա Նարեկին եմ փոխանցում հարցը, ֆուտբոլի ո՞ր թիմն ես սիրում։ Բայց պատճառը։ Հաճանը որտեվ այդ իմ փոքր ժամանակվա սիրած թիմն է, միշտ նայել։ Ես Ալեքսին եմ ասում հարց տալ։ Ալեքս, դու ումն ես ամենաշատ զսվում դասարանից կամ էլ սիրում։ Ամենաշատը սիրում եմ Նարեկին, ամենաշատը զսվում եմ Դանիելից։ Էվային եմ հարց տալի, շատ է սիրում դասաներ։ Անկեղծ չէ։ Շատ չեմ սիրում, նորմալ։ Դաս են տալիս, անում եմ, չեմ տալի, չեմ ուզում։ Ինձ թվում է ոչ բոլորն են սիրում դասանել, բայց դա մտնում է մեր պարտականությունների մեջ, դպրոցի, եւ պետք է սովորենք, որպեսզի մեծանանք եւ լավ մարդ դառնանք։ Եթե քեզ ասեին դպրոցի համար 3 լավ բան արա, որ դպրոցը ավելի լավը դառնա, ինչ կանեիր, հարցնում եմ Աննեն։ Դպրոցը ավելի մաքուր կդարձնեի, հավաքանները նաև կփոխի, որտեղ շատ են բանանում, ջրենանում անկապ բաների համար։ Եվ ավելի շատ դասարաններ կսարքի ու ինտերնետը կուժեղացնի, որ կարողան հաճի 3 բան չի դառնում։ Ուրեմն ինտերնետը ավելի կուժեղացնեի, հավաքաններին կփոխեի եւ ավելի շատ դասարաններ կսարքի։ Ես դպրոց լավացնելու համար տարածքը կմեծացնեի եւ կպատրաստեի լողավազաններ, որ ծմռանը դա դառնար սահադաշտ, որպեսզի երեխաները կարողանային օգտվել մեր դպրոցի նոր բաներից։ Միքին հարցը տալի, դու շատ ես սիրում ֆուտբոլ։ Չէ, ես զսվում եմ, ուզում եմ մեռնիդ խաղալ։ Ինչ երազանք ունես, որ մինչև հիմա չի իրականացել։ Երազանքը, որ ես Իլոնայի։ Եթե դու ունենայի ժամանակի մեքենա, ինչ կփոխեիր մի ժամանակներում։ Շատ դուր եկավ այս նախագիծը, քանի որ մենք դասարանցիներով անկեղծացանք սենց ասած ու ավելի սկսեցինք լավ իրար ճանաչել եւ ինձ թվում է որ ավելի շատ սենց բաներ լինի, ավելի լավ իրար կիմանանք։ Շատ դուր եկավ տվյալ նախագիծը, շատ հետաքրքիր էր եւ բոլորս բացվեցինք իրար մոտ։